Վանաձորում գեղանկարչության սիրահարների առջև մայիսի 10-ից իր դռները բացեց ակադեմիական կրթության ուղղվածություն ունեցող Գեղարվեստի ակադեմիական կրթական կենտրոնը։ Նորաբաց Գեղարվեստի կենտրոնը կարճ ժամանակ անց ուսուցման իր մեթոդներով հասցրեց նվաճել հասարակության վստահությունը։ Սաները նվազագույն գիտելիքները հաղթահարելով յուրացնելու են խրթինը։ Չնայած գործունեության կարճատև ժամանակահատվածին Գեղարվեստի դպրոցը մարդաշատ էր։ Այցելուները եկել են դիտելու սաների գունանկարներն ու նատյուրմորտները։ Արդյունքները գոհացրին ոչ միայն ծնողներին ու դասավանդողներին, այլև հեղինակներին եւ այցելուներին։ Ճիշտ է, ժամանակը շատ կարճ է, որ աշխատում ենք, բայց բավականին ստացված գործեր ունենք, որոշեցինք, որպեսզի ներկայանանք տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գեղարվեստի կենտրոնի տնօրենին Արամ Կաչյանին, շատ հետաքրքիր կարճ ժամանակահատվածում միջոցառում կազմակերպելու համար, նաև իր աշխատանքի արդյունքն է։ Ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները թղթին հանձնելով պատանի նկարիչները փորձել են արտահայտել իրենց ինքնատիպությունը, ներաշխարհն ու պատկերացումները։ Ցուցահանդեսին ներկայացված էր կենտրոնի ավագ խմբի 5 սաների՝ Աստղիկ Ավագյանի, Լուսինե Սանթոյանի, Անի Սարգսյանի, Ելենա Քալաշյանի եւ Սոնա Անդրեասյանի 23 աշխատանք։ 3 ամիս է, ինչ Անի Սարգսյանը հաճախում է Գեղարվեստի կենտրոն։ Ասում է, կարողացել է սիրողական մակարդակից անցում կատարել ակադեմիական կրթություն։ Ցուցադրությանը ներկայացված են ռեալիստական գործեր, կարևորությունը տրվել էր կատարման տեխնիկային։ 3 ամիս է որ ստեղ եմ գալիս եւ այս 3 ամսվա ընթացքում շատ եմ ոնց որ տարբերությունը շատ եմ զգում, մեծ թռիչք եմ տեսնում։ Կարողացել եմ գունանկարով ավելի լավ արտահայտել նատյուրմորտը եւ լույս ստվեր, կիսաստվեր պահպանել նկարի մեջ։ Ներկայացրել եմ 4 նկար, շատ երկար պատրաստվել այս ցուցահանդեսին, սպասել ենք։ Գեղարվեստի ակադեմիական կրթական կենտրոնում սաներին դասավանդում են գեղանկարիչ Տիգրան Թաթևոսյանը, կենտրոնի տնօրեն Արամ Կաչյանը եւ Լուսինե Գինոսյանը։ Սկզբնական շրջանում ուսուցանել են գեղանկարչության տարրական գիտելիքները։ Վստահ են, որ նրանցից շատերը իրենց ապական տեսնում են գեղանկարչության մեջ եւ շարունակելու են կրթությունն այդ ուղղությամբ։ Այս խմբին ես որոշ ժամանակ դասավանդում եմ ու շատ գոհ եմ իրենցից, շատ հետաքրքիր մտածելակերպում են, շատ հետաքրքիր ոճ է ձևավորվում իրենց մեջ։ Բոլորը ստացված են, որտեղ ամեն մեկը իր կոլորիտով եւ իր մոտեցմամբ է նկարել։ Ճիշտ է, նատյուրմորտներ կան, որ կրկնվում են, բայց աշխատանքները չեն կրկնվում, որտեղ յուրաքանչյուրի մոտ գունային առումով, կոնտրաստի լույսուստվերի առումով յուրովյա ընկալվել եւ յուրովյա էլ մատուցվել է։ Ավագ խմբի սաների ծնողները շտապել են ծաղկեփնջերով շնորհավորելու իրենց ավագների առաջին ցուցահանդեսը։ Հաշվետու տարեվերջյան ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին եւս դուր էին եկել աշխատանքները։ Նրանցից որոշներն արդեն նպատակ ունեն հաճախել Գեղարվեստի դպրոց եւ ստանալ ակադեմիական կրթություն։ Ես կցանկանայի գալ այստեղ եւ սովորել։ Շատ լավ են նկարել երեխաները, ես կուզեի նկարել, սիրում եմ նկարել։ Շատ հավանեցի։ Թռիչք կա ու բավականին։ Հիմա հույս ունենամ, որ երեխաներն ավելի կողքեվորվեն ու ավելի հետաքրքիր աշխատանքներ կառաջարկեն մեզ դիտելու։ Սա Գեղարվեստի կենտրոնի ավագ խմբի առաջին, բայց ոչ վերջին ցուցահանդեսն էր, քանի որ առաջ գնալու եւ զարգանալու հույսեր ունեն եւ դասավանդողները եւ պատանի նկարիչները։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։